Խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորներ կողմ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացին, բայց ստորագրությունները երկու առանձին թղթերի վրա են։ Տարբեր ցուցակները, որոնք հրապարակում են, կա ընդհանրապես մեկ նախագիծ, որտեղ հղումներն են, որտեղ մեր կողմից այդ առաջադրումն է անվստահության գործընթաց սկսելու հետ կապված եւ որտեղ դրված է առայժմ 6 ստորագրություն։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն առաջնային է համարում, որ Հայաստանի բոլոր պատգամավորները իրենց ձևաթղթի տակ դնեն ստորագրությունները։ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժը կարծում է գործընթացը մեկնարկել է։ Այդ հանդիպան ժամանակ իրենք ասել են մենք պատրաստ ենք տանք, պատրաստ ենք դա ավելի տեսանելի ասեմ, սեյֆում ունենանք, միջև դուք գաք եւ այդ process-ը մեկնարկեք։ Մենք կրկնում եմ, ասել ենք, որ ոչ միայն մեկնարկել ենք, այլ դրա երկրորդ քայլն ենք արել նաև տեխնացու առաջադրելով եւ այս տեսանկյունից մենք ստացել ենք միայն հավաստիացում։ Բոլոր 28 պատգամավորների ստորագրություններով մի ցուցակել երեք հրապարակեց ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Միայն ստորագրությունները բավարար չհամարելով իմփիչմենթի գործընթացը սկսելու համար։ Պատգամավորներից Քրիստինե Վարդանյանն ասաց ստորագրել հրապարակել են, որ ցույց տան ոչ գործընթացի, ոչ տեխնացուի հետ խնդիր չունեն։ Խնդիրը պակասող ստորագրություններն են։ Մենք չունենք առանձին ձևաթուղթ, չունենք նկատի ունեմ փաթեթ, պատրաստած անվստահության գործընթացի համար չունենք տեխնացու։ Ստորագրել ենք պատիվ ունեմի կազմած փաթեթի համար Դավիթ Համբարձումյանի տեխնատության համար։ Այդտեղ ինտրիգ չկա։ Մի թղթի վրա չգիտի նայ ստորագրությունը։ Մենք կարող է մի թղթի վրա այդ չկա, ինչու են առանձին երկու թղթեր։ Ես չգիտեմ, ինչի ենք հիմա մենք քննարկում մի թուղթ է թե երկու թուղթ է, թե պակասող ստորագրություններ կան եւ ընդհանրապես գործընթացը հեղից չի շարժվում։ Ասենք Իշխան Զաքարյանը ասել է մի թղթի վրա ինձ ստորագրություններ տվեք, թե չէ չեմ ստորագրում, տենց է մի ժամում հնարավոր է դա կազմակերպել։ Խնդիրը մենք չենք։ Խնդիրը մեր ստորագրությունը, որ երրորդ համարից դնելը չի, որ թղթի տակ դնելը չի։ Երբ եք իրենց ձևաթղթի տակ։ Ես այս հարցերին էլ չգիտեմ, երբ ենք, դա պետք է մուտք անելու համար, չէ՞ ենթադրում եմ։ Ենթադրում եմ, երբ մուտք անեն։ Երեք ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները բանակցեցին, բայց համախոհների հաջորդած անթաքույց քննադատություններից ու մեղադրանքներից պարզ է դառնում, այս պահին չունեն մեկ ընդհանուր դիրքորոշում, իսկ հարցերը շատ են։ Տիգրան Աբրահամյանը մասնակցել է երկու ընդդիմադիր խմբակցությունների քննարկմանը, նա նախապայմաններ է տեսնում։ Մենք համարում ենք, որ process-ը արդեն մեկնարկել է, քանի որ մեկնացում ներկայացված է։ Իրենց համար process-ի մեկնարկը այն 36 պատգամավորների ստորագրություն է, որից հետո պետք է արդեն երկրորդ փուլին անցնել։ Քրիստինե Վարդանյանն ասում էր նախապայման չունեն, իրենց որևէ մեկը չի տվել ձևաթուղթ, չի ասել ստորագրեք, բայց իրենք պատրաստ են։ Իրենք նախաձեռնել են գործընթացը, ենթադրում ենք, որ ծրագիր ունեն, ինչպես ստանալ մյուս ձայները պակասող։ Ի վերջո, երբ է լինելու փողոցային շարժում։ Այսրանք են հարցեր, որ այսինքն այս հարցերի պատասխանները չկան։ Չունենք։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստանում կարծում են իրենց պատճառով չէ, որ process-ն առաջ չի գնում, մյուս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պատիվ ունեմում իրենց։ Քայլ չձեռնարկելն է ըստ Տիգրան Աբրահամյանի իշխանությանը ձեռնտու։ Սկսած Մայաթորի դեմ հարձակումներով, վերջացած այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակով, երբ որ 26 թվականին զուտ նստել սպասելը մեզ կարող է բերել մի իրավիճակ, երբ որ այլևս որևէ բան անելու նպատակահարմարություն նույնիսկ կամ անհրաժեշտություն էլ չլինի։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին 34 ստորագրություն ունեն, բայց վարչապետին անվստահություն հայտնելու ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու համար 36-ինն է պետք։ Պատիվ ունեմի ղեկավարն ասաց այդ ուղղությամբ աշխատում են։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը գործընթացը դատապարտված չի համարում։ Գործընթացը սկսվում է, երբ ազգային ժողովի մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի տեխնացու։ Գործընթացը այդ ժամանակ է սկսում 36-ը Բայց նիստերի դահլիճ բերելու համար 36 մարդու ստորագրություն է, բայց մենք ասեցինք, որ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54, 36-ը կապ չունի, վատ թիվ եք ասում 36-ը։ Պատիվ ունեմի վարչապետի տեխնացու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այսօր փողոցային պայքարից էր խոսում։ Հայաստան խմբակցության պատգամավորները փողոցում պայքարը իմփիչմենթի գործընթացի հետ զուգահեռ են պատկերացնում։ Այստեղ ընդդիմադիրների կարծիքները համընկնում են, բայց Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժից նաև ժամկետների հստակություն են ուզում։ Համբարձումյանն օրինակ կոնկրետություն այսօր էլ չմտցրեց, ոչ հեռու ապագայում ասաց։ Այո, վստահ եմ, որ մեզ կհաջողվի այդ փողոցը գեներացնել։